Գիտեք, թե ինչպես են Հնդկաստանում լուծում կոռուպցիոներների ու բռնարարների հարցերը։ Հանրային պարսավանքով ու երբեմն նաև ծեծով։ Հնդկաստանում կանանց մի խումբ, որոնց չէր բավարարում, թե ինչպես են պաշտոնյաները, իրավապահ մարմինները վարվում կոռուպցիոներների ու բռնարարների հետ, որոշեց ինքնակազմակերպվել ու ինքնուրույն սեփական մեթոդներով լուծել նրանց հարցերը։ Այս խումբը հատկապես մեդիայում հայտնի դարձավ նրանից հետո, երբ իրենք պաշտոնյաներին կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ովքեր չէին կատարում իրենց աշխատանքը ըստ պատշաճի, երբեմն նաև ծեծում էին փայտերով։ Խմբի առաջնորդը ասում է, թեև մեր ազգի հայր Մահատմա Գանդին խաղաղության կողմնակից էր, բայց իմ գործիքները մի քիչ այլ են։ Խումբը ձևավորվել է այն պատճառով, որովհետև ինչպես աշխարհի շատ անկյուններում, այնպես էլ Հնդկաստանում իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն քննում բռնության, ընտանեկան բռնության գործերը եւ երբեմն իրենք են աջակցում բռնարարին։ Իրավապահ մարմինները չունեն բավականաչափ զգայունություն բռնության գործերը քննելու համար։ Ու թեև ժամանակի ընթացքում Գուլաբի գենգի, այսպես է խումբը կոչում իրեն, գործիքները փոխվել են, բայց միևնույն է վախը այս կանանցից, վարդագույն սարիներ հագած կանանցից իհարկե պահպանվել է այն տարածքներում, որտեղ նրանք գործել են։ Այսօր Գուլաբի գենգը օգնում է կանանց սովորել, աշխատել, տալիս է նրանց կրթություն, ինչպես նաև սովորեցնում է ինքնապաշտպանվել։ Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչու է պատրաստ համայնքը, երբ որ իրենց խնդիրները մշտապես անտեսվում են ու իրավապահ մարմինները հետևողական չեն լինում։ Դրա համար շատ կարևոր է, որ եւ օրենսդրությունը լինի համապատասխան, եւ իրավապահ մարմինները ունենան բավարար կոմպետենտություն ու զգայունություն նման գործեր հետևողականորեն քննելու համար։ Իսկ դուք գիտեք նման օրինակներ Հայաստանից կամ աշխարհից, ինչպես է համայնքը օգնում բռնության զոհերին կամ կանանց կամ այլ փոքրամասնություններին վարվել համակարգի հետ։ Գիտեք, թե ինչպես են Հայաստանում հասարակական կազմակերպությունները օգնում օրինակ բռնությունից տուժած կանանց։